Ադրբեջանական դիրքերը թիրախավորելու վերաբերյալ վերջին օրերին պարբերական դարձած ռազմական գերատեսչության մեղադրանքներին այսօր միացավ նաև այդ երկրի արտաքին գերատեսչությունը։ Չնայած Երևանի մշտական հերքումներին Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանին մեղադրում է ոչ միայն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու, այլև սահմանին լայնածավալ կուտակումների, այդ թվում հարձակողական սպառազինություն տեղակայելու համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պարզաբանում է պահանջել Երևանից։ Եթե Հայաստանի կառավարությունը ղեկավարվում է վարչապետի աշխատակազմի կողմից հայտարարված խաղաղության օրակարգով, ապա ժամանակն է պարզաբանում տալու, թե ինչպես են Հայաստանի սահմանային գոտիներում լայնածավալ ռազմական կուտակումները, այդ թվում հարձակողական սպառազինության տեղակայումը համահունչ այդ խաղաղության օրակարգին։ Պաշտոնական Բաքուն արձագանքել էր Հայաստանի վարչապետի աշխատակազմի այսօր տարածած հայտարարությանը։ Երևանից այսօր ավելի վաղ Բաքվին կոչ էին արել խորհրդակցություններ սկսել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ։ Գործադիրից հավաստիացրել էին Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով։ Ըստ վարչապետի աշխատակազմի, դրա անհերքելի ապացույցներն են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացման քայլերը։ Կառավարության հայտարարությունը հաջորդել էր Բաքվից հնչող մեղադրանքներին, թե հայկական զինուժը թիրախավորում է ադրբեջանական դիրքերը։ Հիշեցնելով Պաշտպանության նախարարության երեկվա հայտարարությունը, թե հայկական կողմը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում, վարչապետի աշխատակազմից ասում են, մինչ այժմ ոչ մի փաստական տվյալ Բաքուն չի ներկայացրել Երևանին։ Բացի այդ, շեշտում են Պաշտպանության նախարարության ստուգողական աշխատանքներով հերքվել են Բաքվի մեղադրանքները։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում երկրորդ, իսկ կիրակի օրվանից արդեն 7-րդ հաղորդագրություն է տարածում հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։ Հայկական կողմը հերքում է Բաքվի այս պնդումները։ Ընդ որում, եթե նախորդ օրերին Ադրբեջանի ռազմական կառույցը պնդում էր, թե կրակոցները հարավարևելյան Սյունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերից են, ապա այսօր արդեն հայտարարում են, թե արևելյան Վարդենիսից ու Ճամբարակի կողմից են կրակոցները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 18-ին 8:55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանական դիրքերը թիրախավորելու վերաբերյալ Բաքվի մեղադրանքները հաջորդում են խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցմանը։ Երևանը հայտարարել է, որ պատրաստակամ է ստորագրել փաստաթուղթը, մինչդեռ Բաքուն հայկական կողմից պահանջում է փոխել սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Իմ գնահատմամբ այս հայտարարությունները նախ եւ առաջ միջոց են խափանելու այն դրական մթնոլորտը, որը հայ-ադրբեջանական բանակցություններում ձևավորվեց այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը ընդունեց ադրբեջանական շահադրանքը կամ պահանջները չհամաձայնեցված երկու կետերի հետ կապված եւ հայտարարեց պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Դա որոշակի դրական մթնոլորտ ստեղծեց հայ-ադրբեջանական բանակցություններում, մենք տեսանք նաեւ շատ դրական արձագանքներ գրեթե բոլոր կողմերից։ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագիտաշխատող Բենյամին Պողոսյանը կարծում է, որ Բաքվի պարբերական դարձած մեղադրանքները միջոց են աշխարհում տպավորություն ստեղծելու համար, թե բանակցությունները փակուղում են, իսկ նպատակն ըստ քաղաքագետի հող նախապատրաստելն է միջազգային հանրության շրջանում հնարավոր ռազմական գործողությունները արդարացնելու համար։ Պատվեր, որ իրենք ամեն ինչ անելու են այդ դրական մթնոլորտը խափանելու համար, որովհետեւ եթե որոշեն, որ X բանից սկսվում են ռազմական գործողություններ, դա այսպես ասենք անվանությունը դրի դուրս չընկալվի, թե փորձագիտական, թե դիվանագիտական շրջանակները, թե որոշում մշակողները, որոշում կայացնողները, այսպես ասենք, ընկալումը լինի այսպեսին, դե պարզ է, որ կա լարվածություն, կան կրակոցներ, փոխադարձ մեղադրանքներ, հերքումներ, այս պայմաններում սպասելի է, որ պետք է լիներ ռազմական էսկալացիա։ Ամենից իմ գնահատականն է, որ Ադրբեջանը այս քայլերի նպատակը դա է, կլինի էսկալացիա, չի լինի
երբ կլինի ինչ ծավալներով որտեղ, դրանց դժվար թե գոնե փորձագիտական հանրույթը կարող է ճիշտ հստակ պատասխաններ տալ այդ հարցերին։ Սահմանային իրավիճակին 3 Եվրամիության առաքելություններ էր անդրադարձել։ Եվրոպացի դիտորդները արձանագրել են, իրավիճակը մնում է հանգիստ, արտառոց ակտիվություն չի նկատվում, կառույցից նոր հաղորդագրություն չեն հրապարակել։ Դիտորդների վերջին հայտարարությունից շատ չանցած Բաքուն առաքելության վերջին պարեկությունը լրտեսական գործունեություն էր որակել։